Հայաստանից ավտոբուսով Ռուսաստան մեկնողները հիմնականում օգտվում են արտոնագիր չունեցող ընկերություններից։ Համենայն դեպս այս պահին տրանսպորտի նախարարության կողմից կանոնավոր ուղևորափոխադրման լիցենզիա ունի միայն 2 ընկերություն, որոնք նախարարության կողմից պարտադիր տեխնիկական զննություն են անցնում։ Պարտավոր են ունենալ 2 երկրների կողմից կնքված համաձայնագիր եւ կոնկրետ կանգառներով նշված հստակ երթուղի։ Մյուսներն աշխատում են որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրող։ Այս դեպքում պարտավոր են ունենալ միայն ուղևորների ցանկը։ Նրանք չեն լիցենզավորվում, հետևաբար վերահսկողությունն էլ որպես այդպիսին չկա։ Տրանսպորտի փոխնախարար Արամ Արսենյանն Ազատության հետ զրույցում ընդունեց, ընթացակարգը հեշտացված է, բայց պնդեց, ուզում են խստացնել։ Ոչ կանոնավոր է, մենք հիմա լիցենզիա հասկացողությունը հանել ենք, պայմանագրի արտահայտությունը, որը ինքը նաև տոմսն է, եւ ուղևորների անվանացանկը։ Մենք հիմա ուզում ենք փոխել ոչ կանոնավորը մի քիչ խստացնենք, մենք ուսումնասիրում ենք այլ երկրների փոխել, մեզ մոտ շատ հեշտացված է։ Երեք Ռուսաստանում վթարի ենթարկված King Deluxe ընկերության ավտոբուսը եւս աշխատել է որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրող։ Թեպետ ընկերությունը դրան զուգահեռ նաեւ ավելի թանկ տոմսերով կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնում։ Վթարված ավտոբուսը համապատասխան տեխնիկական զննում անցել էր, կան դրա մասին վկայող փաստաթղթերը։ Ազատության հարցին ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը պատասխանեց. ոչ, չկա այդպիսի փաստաթուղթ տրամադրող կազմակերպություն։ Ով այդ փաստաթուղթը տալիս։ Ասենք դուրս է գալիս, ով է տալիս։ Կոնկրետ իմ գարաժից դուրս է գալիս, ասենք, որտեղ որ հիմա դուք կարող եք գնալ տեսնել, որտեղ են այդ մեքենաները սարքվում, նոր ճանապարհ են գնում։ Ես ինձ փաստաթուղթ տամ, որ այդ մեքենան սարքին է։ Այսինքն ուղևորը որպես անհատ ընկերության հետ պայմանագիր չի կնքել։ Ոչ։ Ռաֆիկ եւ Կարինե Գասպարյանների դուստրը 3 վթարված ավտոբուսի ուղևորներից մեկն է։ Բժիշկները վիճակը բավարար են գնահատել։ Ասում են, որ տարիներ շարունակ Ռուսաստան են գնում King Deluxe-ի ավտոբուսներով, թեև պայմանագիր երբևէ չեն կնքել։ Տոմսով վկայում եք, նստում եք ու գնում ենք։ Պայմանագիր չկա, ոչ եթե ձեզ հետ մի բան պատահի, մենք Չէ, այդպեսի պայմանագիր չկա, ինչ որ ճիշտն է, ինչ որ ստրախովկա բանի, այդպես բաներ չկա, մեզ այդ պայմանագիր կնքված չկա։ Չլիցենզավորված ավտոբուսներից օգտվող ուղևորները կարող են պայմանագիր կնքել փոխադրող ընկերության հետ, նշելով իրենց ակնկալիքները, ասենք սանիտարական հիգիենիկ վիճակ, ավտոբուսի սրահում, անվտանգ երթևեկություն եւ այլն։ Արդյոք այդ պահանջները կընդունի լիցենզավորվածից ավելի էժան սպասարկող չարտոնված ընկերությունը, թողնված է սպասարկողի հայեցողությանը։ Լրագրող Հակոբ Կարապետյանը 2 անգամ է առնչվել այս խնդրին։ 2 անգամ էլ տոմս որպես այդպիսին չի եղել, ուղղակի վճարել է։ Ավելին, գերծանրաբեռնված ավտոբուսը պայմանավորվածից 2 ժամ ուշացել է։ Վարորդի դեմքին նայելուց դու զգում ես, որ նա գերհոգնած է, փոխարինող չունի, պետք է 1500 կիլոմետր կտրի անցնի եւ երկրորդ վարորդը չկա։ Այնտեղ բնականաբար ինչ որ հակահիգիենիկ վիճակ է, հակասանիտարական, վարորդը ծխում է։ Այդ պարագայում էլ տոքս չէին գրել եւ ընդամենը ազնիվ խոսքի վրա էինք պայմանավորվում։ Արտոնագիր չունեցող ընկերության վթարի դեպքում ֆինանսական փոխհատուցման հարցն էլ է օդից կախված մնում։ Այն, որ ավտոբուսի տոմսը համարվում է պայմանագիր, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը համարում է ծուղակ ուղևորի համար։ Քանիսը գիտեն դրա մասին, քանիսը կմտնեն դրանով դատարան։ Վթարի դեպքում ինչպես կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կտրվի միայն այն դեպքում, երբ համատարած բոլոր ուղևորափոխադրողները լիցենզավորվեն, ասում է Պիպոյանը։ Ուղղակի բարձր քաղաքացու իրավագիտության վրա չի կարելի։ Իրականում եթե մենք լուրջ իրավագիտակցության կան, կհասկանանք, որ որևէ օրենքով էլ լիարժեք պաշտպանված չենք։ Որովհետև մի օրենքը մեզ է պաշտպանում, մյուս օրենքը տնտեսվող է։ Հիմա խորհուրդ թող գնան դատարան, բայց հետո ինչ ասել թե գնան դատարան, բազողերը։ Պարտադիր բոլորը պետք է լիցենզավորվեն։ Վարողի իրավունքներից մեկն է վնասի փոխհատուցման իրավունքը, բայց առաջի հերթին բոլորս ապրելու իրավունք ունենք։